Հիջաբի հարգելի հետևորդներ, այս պայն ամար կրակի մոտ ծաղիկները խոնարում Ռաֆի Հովհաննիսյանը, հավանաբար թորնիկն է իր հետ, Ժառանգություն կուսակցության նախագահ։ Մենք հիմա կփորձենք նաև նրա մոտենալ եւ նրա խոսքը լսել այսօրվա հետ կապված։ Պարոն Հովհաննիսյան, բարև ձեզ։ Ինչ խոսք ունեք այսօր ասելու եւ այսօր ձեզ համար եռատոն է։ Ինձ համար Մարտիկան եռատոն չէ, դրա համար եմ ճշտում, կներեք էլի, եթե կոռեկտ չի հարցս։ Եռադոնը մեր ազգին պատկանող, մեր բոլոր սերունդներին պատկանող նվաճում է, դոն է, ոչ միայն անցյալ է, առաբակա։ Ես դա համարել եմ միշտ սակայն միասնական դոն։ Սա մեկ միասնական դոն է եւ իր որևէ մի մասնիկ կամ փաղադրիչ որևէ մեկ իրավունք չունի հանելու այդ միասնական կամ եռադոնից։ Բայց արդեն հանել են այսօրվա իշխանությունները, մենք ու մոտեցանք հարցինք, վախենում էին ասել, որ եռատոն է։ Շուշի անունը չէին ուզում լսել։ Ես ձեզ հետ եմ զրուցում ժամ իշխանների հետ, որքան էլ իրենք փաստացի գործում են, ազդում են մեր կյանքի վրա, ես իրենց չեմ մեկնաբանում։ Ես կարծում եմ, որ դուք, ես այս նոր սերունդը ինքը պիտի որոշի, թե մեր ապրած կյանքը անցյալ գադարյալ է, ժամանակավոր է, ուրիշը պիտի որոշի, թե որն է հայրենիքը, թե որն է դոնը, Երապլուրը, անմար գրագը, Մայր Հայաստանը, յուրաքանչյուր դեղ, որտեղ հանգչում է հայ զինվորը, բոլոր սերունդների դա մեր հավաքավայրն է եւ դա մեր հարքակ մատուցելու եւ դոնելու նաեւ վայրն է։ Դա Հայաստան, դա հայրենիք է գոչվում եւ ոչ մի անուն, որ դուք հիմա ինձ դաք, ոչ մի անուն իմ փոխարեն, Լեո Ռիչարդի փոխարեն, մեր նոր սերունդի փոխարեն չի որոշելու։ Եվ իրենք ինչպես եղել է գարկով թե արդագարկ կանցնենք գնան եւ մենք ունենանք մեծ խնդիր, թե ինչպես պիտի շարունակենք մեր կյանքը։ Գնացել եք Եռաբլուրը այսօր, պարոն Հովհաննիսյան։ Ոչ, չեմ գնացել։ Գնալու եք։ Կգնամ, բայց կգնամ, երբ որ վգաները քիչ լինեն, որ աժիոտաժը քիչ լինի։ Որ Եռաբլուր գնում եմ մեկ-մեկ առանցին գիշերով հաղորդակցվելու։ Իսկ երբ որ դոն օրը կներկայանամ բաճաշ գարկով ձեր հարցերին պատասխանեմ։ Իսկ Լեո Ռիչարդը գիտի այսօր ուր է եկել, ինչ տոն է, պատմել եք նրան։ Քանի տարեկան է։ Լեոն 4 տարեկան, ինչու ենք եկել Լեո։ Լեո ջան, ինչ կասես։ Որտեվ այսօր հաղթանակի օրն է։ Ոյ, ապրես դու։ Ո՞վ է ասել, պատմել քեզ այդ մասին։ Պապիկս։ Պապիկը, Ռաֆի պապիկը։ Այո, շատ է սիրում նրան։ Այո։ Ահա։ Իսկ ինչ կմաղթես հայ ժողովրդին հաղթանակի օրվա կապակցությամբ։ Հաղթեն իրանք շատ բարի լինեն եւ չարերին հաղթեն։ Շատ քաղաքական մաղթանք էր, բայց հարցին պատասխան խնդրեմ։ Էտել եք դուք սովորեցել։ Ոչ, այդ մեկը չարերը պետք է այդ մեկը արդեն օր առաջ հեռանա։ իր սերունդի ձայնն է, որ խոսում է։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Ձմռան նման կանցնեն այս օրերը, բայց ափսոս այդ վերքերը, վնասվածքները, այդ հարվածները, որը ստացել են մեր զինվորները, մեր մտավորականները, մեր շարքային քաղաքացիները, կհաղթարենք այս օրը եւս, շնորհավոր լինի։